Ռուբինյանին այդ ԿՊ-ին ասեք հետևյալը, եթե դուք մնաք իշխանության ու հանգարց մի 5 տարի հետո աշխարհում տարածաշրջանում գլոբալ փոփոխությունների արդյունքում այնպես ստացվի, ոնց որ 2013 թվականին Պուտինը Սերժ Սարգսյանին կանչեց մի գիշերվա մեջ, ասեց պետք է ստորագրես, հանգարց այս կներեք այս փոփոխությունների արդյունքում ձեզ կանչեցին Կրեմլ կամ ձեզ կանչեցին Ելիսեյան պալատ ու ասեցին Ղարաբաղը Հայաստանի ու վերջ։ Ինչ եք անելու։ Ասելու են դարձրեք Հայաստան։ Ասելու են, չէ, այդ հարցերը, ախր գիտեք ինչ, որ ասում են մենք խաղաղություն ենք ուզում։ Տղա ջան, կարող է մենք պատերազմ ենք ուզում։ Ասեք ում եք հիմարի տեղ դրել։ Ասեք ինչ է նշանակում իշխանությունը ասում է ես խաղաղություն եմ ուզում, բայց այտենց չեն որոշում միջազգային քաղաքականության հարցերը։ Տարածաշրջանում ես միայն կծափահարեի, եթե Հայաստանը որոշողը լիներ, տարածաշրջանում պատերազմ պետք է լինի, թե խաղաղություն պետք է լինի։ Նկատի ունեն ներքին քաղաքական բանավեճերում իրենք են խաղաղության ի վերջո, մեկ վայրկյան, չէ, ես էլ եմ խաղաղություն ուզում։ Մեկ եւ երկրորդը հետեւյալը։ Մենք պետք է հասկանանք հետեւյալը, այս թվյացալ խաղաղությունը սա ավանս է այս իշխանությանը։ Մենք իրական Ալիևին կտեսնենք 26 թվականի հունիսյան ընտրություններից հետո, թե ինչպիսին կլինի Ադրբեջանի իրական դեմքը։